Ողջույն հայրենակիցներ, այսօր 26 հունիսի ժամը 21:01 այսօր մեզ համար մի լավ լուր եկավ Իրանի հրթիռակոծումները Իսրայելի նոր թափ ստացան, փոփոխելով իրենց հարվածների տրամաբանությունը, այսինքն 14 վայրկյանը մեկ են հարվածում և դրանով ապակայունացրել են ամբողջ այսպես կոչված երկաթե զանգակ պաշտպանական Իսրայելի կարողությունները, խոցում են հյուսիս, կենտրոն և հարավ ուղղություններով Աշկելոնից մինչև Թել Ավիվ։ Պաշտոնական տեղեկատվությամբ մոտ 300 վիրավորներ կան, որոնցից 160-ը դժվար վիճակում են, ծանր վիճակում են։ Սա պատասխան է, ոչ թե ինքնահարձակ հրակոծում, Իրանի հաջողությունը այս հրահարումների հետևանքը դա Իսրայելի և Ամերիկայի նախահարձակ հարվածների պատասխանն է։ Ինչպիսի հրթիռներ է օգտագործում Իրանը, դա գերձայնային հեռահար հրթիռներ են, Ֆաթահ 1-ը, կա Ֆաթահ 2-ը, կա Կասիմ նոր տիպի հրթիռներ, որոնք բոլորը գերձայնային սովետական, ոչ թե ռուսական, սովետական դեռ ժամանակվանից ստեղծված հրթիռների տեխնոլոգիայով են կառուցված, հասկանալի է, թե որտեղից է գալիս դա։ Եվ այսպես կոչված Իսրայելի երկաթե զանգակը և ռազմական ինքնաթիռների այն մեծ էշելոնը, որ կազմում է մոտ 340 ինքնաթիռ, դարձել են անօգուտ, քանի որ նրանք հարձակվեցին այն ժամանակ, երբ որ Սիրիայում արդեն առգրավված տարածքներում կառուցել էին իրենց զինվորական կետերը։ Եվ դա չփրկեց, տեսնում եք, Իսրայելին, այդ մարդատյաց իշխանությանը, որը ամբողջ մի պետություն և ազգի դարձրել է իր թիրախը, անզեն մի մեծ հատվածի, մոտ 2 միլիոն Գազայի բնակիչներին, և դրանից բացի ամբողջ աշխարհով մեկ հայտարարում է, թե Իրանը միջուկային զենք է ցանկանում ունենալ, իսկ ով է թույլ տվել Իսրայելին ունենալ միջուկային զենք, ում թույլատրությունով են նրանք ստեղծել այդ զենքը և սպառնում են ամբողջ աշխարհին։ Ունի մոտ 200 ատոմային միջուկային գլխիկներ և դրանով ոչ ոք չի հետաքրքրում։ ՄԱԳԱՏԷ-ն Իսրայելում ոչ մի տեսչություն չի կատարում և ՄԱԳԱՏԷ-ի այսպես կոչված գործակալները դրանք ընդամենը լրտեսներ են, որոնք լինելով Իրանի միջուկային կենտրոններում բոլոր կոորդինատները տվել էին Իսրայելին և հպարտությամբ Դոնալդ Թրամփը ասում էր, որ տեսնում եք ինչպես են խոցում Իրանի միջուկային զենքի
ստեղծման բոլոր կետերին։ Սա միջազգային իրադրությունն է, որի մասին Հայաստանում ընդհանրապես չեն խոսում, շինծու ծիծաղելի մի գործունեության մասին է խոսում այս օրերին, թե իբր Բագրատ Սրբազանը զինվորական հեղաշրջում էր կազմակերպել։ Զինվորական հեղաշրջում ընդամենը որսորդական մի երկու հրացաններով եւ տհաս ձևով ստեղծած ձայնագրություններով։ Հասկանում եք, եթե նույնիսկ, որը բացառվում է, Բագրատ Սրբազանը զինվորական հեղաշրջման ծրագիր ունենար, նա ինչ է, այն բանից հետո, երբ որ անի հյուրանոցում նրանց ցանկացել էին ձայնագրել եւ լսել, այդքան հիմար էր, որ հեռախոսով կամ այլ միջոցներով այսպիսի ցուցումներ տար։ Եվ նողկալի Արարատ Ալեն Սիմոնյանը դոդոշ գործ իրենց Պետրոսը ամբողջ աշխարհին մեկ նույն օրը իբր զինվորական հեղաշրջման նույն օրը հրատարակում են ձայնագրություններ։ Այն դեպքում, որ եթե նույնիսկ, որը բացառվում է, շինծու է, նույնիսկ այդպիսի բան լիներ, դա նախաքննական գաղտնիք է, ոչ ոք իրավունք չուներ, ցիվիլնետը ինչ զզվանք է, դրանք են դարձել արդեն ԱԱԾ-ի գործունեություն կատարողները։ Ցավալի է, շատ ցավալի է։ Հայաստանում կարելի էր հեղաշրջում անել Վավայի վիժվածքին, իսկ մյուսներին դա արգելված է։ Ամենամեծ վտանգը իր մորթու վրա զգացել էր Վավայի վիժվածքը Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որտեղ նա ասել էր, եթե քաղաքական գործիչները չեն կարողանում պաշտպանել մեր եկեղեցին, մենք դա մեր ձևով կանենք։ Նորից եմ կրկնում, Սամվել Կարապետյանին ես շատ վաղուց եմ ճանաչում եւ բոլորը խոսում են այն բարերարության մասին, որ կատարվել է վերջերս, բայց շատ քչերը գիտեն, որ նա դեռ 90-ական թվականների սկզբներին, չլինելով այդպես դեռ հզոր գործարար, կազմակերպել էր երկրաշարժից տուժվածների համար օգնություն Կալուգայից։ Ես շատ լավ տեղյակ եմ այդ մասին եւ ցանկություն ունեմ տեղեկացնել, որ նա դեռ վաղուց է եղել բարերար, օգնել է հայրենիքին, օգնել է եկեղեցուն եւ թույլ չի տվել, որ ինչ որ ստահակներ խոսեն այդ մասին եւ ցանկություն ունենան կազմաքանդել մեր եկեղեցին։ Նորից կրկնում եմ, որ ես աթեիստ եմ, սակայն մանուկ հասակում կնքվել եմ, կնքահայրս ֆուրմանն է, որից ես տեղեկություն չունեմ, եւ նորից եմ կրկնում, մեր եկեղեցին դա մեր ինքնորոշության սիմվոլն է եղել, հարյուրամյակներ շարունակ, եղել են իհարկե կաթողիկոսներ, որոնք այնքան էլ հայրենասեր չեն եղել, շատ նեյտրալ դիրք են գրավել, սակայն մեծամասնությունը մեր կաթողիկոսների եւ եկեղեցու գործունեությունը եղել է դա հայապաշտպան լինելը, մեր պետականությունը կորցրած ազգի համար փարոս է հանդիսացել։
եւ ոչ միայն որպես ինստիտուտ, այլ նաեւ որպես ինստիտուտ, որը նույնպես կրթում էր, այսինքն պաշտպանում էր մեր հայության լեզուն եւ գրականությունը։ Ինչպես ասացի, Իրանը մեծ հզորությունով կանխում է միջազգային ստահակների նախահարձակ լինելը եւ դա կատարում է ժամանակին, կատարում է մեծ հաջողությամբ եւ ընդունակ է ամսական 300 այդպիսի հրթիռներ արտադրի։ Հասկանում եք, դա կարող է երկարամյա պատերազմի հնարավորություն տալ Իրանին եւ որը նա կօգտագործի։ Ինչով է զբաղված Վավայի վիժվածքը։ Նորից կրկնեմ, Պետրոս Ալեն Սիմոնյան, Պետրոսին եւ մնացած այլ ստահակներին, եթե միատեղ նրանց նկարը գումարենք եւ ցուցադրենք, կտեսնեք, որ նրանք մարդկային նույնիսկ տեսք չունեն։ Եվ ինչ կարելի է դրանցից սպասել։ Շինծու այս գործողությունները, որ նրանք կատարում են, դրանով ցանկանում են իրենց իշխանությունը պահպանել։ Եվ ժողովուրդ բառը, երբ որ լսում եմ այդ ստահակների բերանից, ուղղակի զզվանք է առաջանում ինձ մոտ։ Այո, ժողովրդի է վերածվել, ամբողջ է ավելի ճիշտ, որը ես գնահատել եմ, որ ստամոքսի արգազմ են ցանկանում, ուրիշ ոչինչ։ Եվ լրագրողներին եւ նրանց խմբագրություններին կոչ եմ անում, որ ոչ մի դեպքում Վավայի վիժվածքի, նրա զուգընկերուհու այսպես կոչված ֆեյսբուքյան ելույթները չգնահատեն եւ դրանց մասին հարցեր չբարձրացնեն։ Ընդհանրապես արհամարհեն։ Արհամարանք նշանակում է 0 ուշադրություն եւ ոչ թե միկրոֆոններն առած տհաս աղջնակներ վազեն այս կողմ, վազեն այն կողմ եւ կրկնելով այս ստահակների ազգադավերի ասածները դրանով իսկ օգուտ բերեն այդ խմբակին։ Շատ էր վիրավորված Ալեն տիկինը խմբակ բառից, նրանք խմբակել չեն։ Եթե մեկ հայրական ապտակ ստանա նրանցից մեկը, այդ խմբակը նույն վայրկյանին կցվրվի։ Զարմանալի է, սակայն երբ որ այսպես կոչված ընդդիմադիրները խոսելով այժմյան այս ռեպրեսիաներից արտասանում են բոլշևիկների անունը։ Ցանկություն ունեմ ցուցադրել մի նկար։ Սա մենք ենք մեր սարերը ֆիլմից Հրանտ Մաթևոսյանի, Հենրիկ Մալյանի տաղանդավոր աշխատության ընդամենը մի դրվագ է, երբ ոստիկանը դատարկված գյուղում բոլորը աշխատանք էին, բացում է դուռը, որը կողպված չէր, եւ տեսնում ենք իկոնայի պես, սրբանկարի պես Անդրանիկ Փաշայի զորավարի, կներեք Փաշա բառի համար, Անդրանիկ զորավարի դիմանկարն է այդ տան մեջ։ Ցավոք ես այսօր հիշեցի իմ համակուրսեցի Բարմիկի հետ իմ վերջին խոսակցությունը։ Երբ որ նրան առաջարկություն էի արել, որպեսզի նա
Արցախում գնա, նշանավոր մի արցախցու իմ առաջարկը ներկայացնի, ասես դա սահմանադրական չէ։ Այդ ստրկացուցիչ բառը սահմանադրություն, նորից կրկնեմ, հոլանդյան սահմանադրություն չունի, անգլիան սահմանադրություն չունի։ Սահմանադրությունով Բարմիկի ընտանիքը ամբողջ ցեղով թողեց իր բնորանը եւ փախավ այնտեղից։ Եվ ուղղակի գոռալով ասեցի, դա սահմանադրական արեցին ձեր հետ։ Եվ նույնը հիմա սահմանադրական այսպես կոչված Ալենչիկն ու Պետրոսը սահմանադրությունից են խոսում։ Այդ շոուի կենտրոնը ազգային ժողով կոչեցյալը։ Նորից կրկնեմ, որ ոչ մի օգուտ չի տվել հայ ազգին եւ չի էլ կարող տալ, որից մենք պետք է ձերբազատվենք։ Սահմանադրություն եք ցանկացել, ունեցեք սահմանադրություն եւ ունեցեք այսպիսի վիճակ։ Խոսել եմ իմ հայրենիքի անկախության եւ պետականության պաշտպանության ծրագրի մասին, բացատրել եմ, որ հայ ազգին ընդհանրապես սահմանադրություն, սահմանադրական դատարան, ազգային ժողով, այս տզրուկ կազմակերպությունները, այսպես կոչված ինստիտուտները, պիտանի չեն, այսինքն ոչ թե պիտանի, այլ դրանք բոլորը հակապետական են, հակահայկական են, բոլորը պետք է վերացվեն, պետք է վերացվեն բոլոր կուսակցությունները, որոնք տարաձայնությունների, շոուների կենտրոններ են, պետք է վերացվի այն տհաս գաղափարախոսությունը, որ տարածվում է Հայաստանում, այսօր իբր մի հայրենասեր տղա էր ելույթ ունենում, ասում է, եթե զինվորական հեղաշրջում կատարվի, իշխանությանը վերացնեն, Թուրքիան կհարձակվի։ Ով է ասել, որ Թուրքիան կհարձակվի մեր վրա։ Ով թույլ կտա։ Եթե Հայաստանում իրոք ազգանվեր պետական իշխանություն լինի, անկուսակցական ռազմական խորհուրդ, ով թույլ կտա, որ Թուրքիան հարձակվի Հայաստանի վրա։ Եվ հասկանում եք, դա ով է լինելու։ Գյումրիում տեղակայված զինվորական բազան թույլ չի տա։ Թուրքիայի սահմանը պաշտպանում են դեռ այդ ռազմաբազայի զինվորները։ Եվ Հայաստանի վրա ոչ մի դեպքում Թուրքիան չի արձակվի, քանի դեռ նորից եմ կրկնում, այդ ռազմական բազան գոյություն ունի Հայաստանի տարածքում։ Նորից կրկնեմ, Արևելյան Հայաստանը 1813 թվականի, 1828 թվականի պայմանագրերով Ռուսաստանի եւ Պարսկաստանի միջև բերեց այն բանին, որ 14500 հայ ընտանիքներ, որոնց տեղահան էին արել եւ տարել էին Իրանի խորքերը, Ռուսաստանը ստիպեց, որ վերադառնան Ռուսահայաստան, եւ Ռուսահայաստանում այդ 14500 ընտանիքներին 5 տարով հարկից ազատեց ռուսական ցարը։ Դրանից առավել ամեն մի ընտանիքին 25 ռուբլի փող տվեց, որով կարելի էր 8 հատ կով գնել։ Եվ բացի դրանից, նաև Թուրքիայի տարածքից մեծաքանակ հայեր, համշերահայեր տեղափոխվեցին ռուսական հող։ Ամբողջ Սև ծովի հյուսիսային հատվածը, սկսած Վրաստանից, ավելի ճիշտ
Աբխազիայից մինչև Ղրիմ համշենահայերը տեղափոխվեցին։ Թեկուզ Ղրիմում գոյություն ունեին նախառուսական ժամանակաշրջանի հայկական գաղութ, հին հունական դեռ կայսրության ժամանակվանից։ Ահա թե ովքեր են այսօր այժմյան Հայաստանի տարածքում բնակվում, ում հետնորդներն են։ Շահ Աբբասի տեղահանած հայերի հետ բերված մասսան է, որ այսօրվա արևելյան Հայաստանում գոյություն ունի։ Եվ Բարմիկին համակուրսեցիներից մի քանիսը լսում են իմ խոսքերը, թող Բարմիկին նորից հիշեցնեն, թե ինչ եմ ասել։ Սահմանադրություն, խնդրեմ ձեր սահմանադրությունը։ Սահմանադրություն Հայաստանին պետք չէ։ Սահմանադրությունն է, որ եւ ազգային ժողովն ու քննչական կոմիտե ընդհանրապես պետք է առհամարեն, այսինքն ոչ մի լրագրող տիկնիկներ չպետք է վազեն նրանցից ինտերվյուներ կորզեն։ Ահա թե ինչ է պետք։ Ոչ թե պետք է քննադատել, թե ազգային ժողովում կա ընդդիմադիր ինչ-որ մի հատված, ամորֆ, այլ պետք է ասել, որ ազգային ժողով մեզ պետք չէ։ Մեզ պետք է, նորից եմ կրկնում, անկուսակցական ռազմական խորհուրդ, պետական ռազմական խորհուրդ իր ատյանով, իր տրիբունալով։ Նույնիսկ ոստիկանությունը, դատախազությունն էլ այդ ժամանակ մեզ պետք չի լինի։ Եվ հասկանում եք 7 տարի, այսինքն 30 տարի Հայաստանում ոչ ոք չի մտածում, որ արդյունաբերություն գոնե վերականգնեն։ Իսկ Քորլևոնը վերացրեց։ Հիմա նորից լսում են ձայներ, որ Քորլևոնին գնացել է կաթողիկոսի մոտ։ Մեզ ով է բերել այսպիսի վիճակի։ Գառնիկ Իսագուլյան ասում, նա հաղթող պրեզիդենտ է եղել։ Նա մեզ տապալող պրեզիդենտ է եղել, երբ որ 1500 գործարան է վերացրել։ Մեր հզոր արդյունաբերությունն է վերացրել։ Եվ ոչ մի խոսք եւ ոչ մի գործունեություն չի կատարվել դրանից հետո։ Թշնամիներով շրջապատված Հայաստան ինչպես դիմանա այն պետություններին, որտեղ հենց արդյունաբերություն են զարգացրել։ Թուրքիան տանկ է արտադրում։ Նույնիսկ ցանկություն ունի ռազմական օդանավեր հիմա արտադրելու։ Ադրբեջանը ուղաթիռներ է արտադրում։ Իսկ Հայաստանը, որ 64 թվականին ատոմային արագացուցիչ ուներ, Նաիրիտ եւ Հայէլեկտրո ուներ, մեր տհասները վերացրեցին։ Դուք հասկանում եք ատոմային արագացուցիչ 64 թվին Հայաստանում։ Ալիխանյան եղբայրները լազերային զենք էին ստեղծել այդ տարիներին։ Իսկ ինչ ունենք հիմա։ Գրզո ու մրզո լֆիկ ու դոդի գագո եւ դրանց ունեցվածքի բաժանման կռիվ է գնում։ Ողորմելի մի հասարակություն, որը 97%-ով դա ստամոքսի արգազմ տենչող մասսա է։ Ինչով եք Հայաստան փրկելու։ Եվ ինչպես եք փրկելու։ Առաջնորդ են փնտրում։ Ինչ առաջնորդ։ Հայաստանում դա ամենախստիվ կերպով արգելված պետք է լինի։ Առաջնորդ մեզ պետք չէ։ 15 հոգուց կազմված անկուսակցական ռազմական խորհուրդ իր ատյանով։ Եվ 6 ամիսը մեկ այդ 15-ից մեկը պետք է ընտրվի արտաքին աշխարհի հետ շփվելու համար։ Հաջորդ 6 ամսում մեկ ուրիշը։ Սա է միակ փրկությունը։ Ցավալի է, բայց փաստ է։